Համարակալված որոշ դեպքերում ոչ ճիշտ հայերեն ձևակերպումներով կրկնվող նախադասությունները իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Սամվել Կարապետյանի որդու Սարգիս Կարապետյանի հրապարակած տեսանյութի մեկնաբանություններում են։ Մարդկային գործոնը բացակայում է, բոտ համակարգ է գործել։ Գրված հետո խմբագրված մեկնաբանությունների վերաբերյալ կարծիք են հայտնում սոցցանցերում։ Քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ փաստում են։ Ծանոթ եմ, այսինքն երբ մարդը նստած կոմենտներ է գրում սոցիալական ցանցերում եւ կախված նրանից թե որքան ճանաչելի է ընդհանրեն քաղաքական գործիչը, կարող է դա ազգային ժողովի նախագահն է, կարող է, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանն է, այսինքն որքան ճանաչված է եւ որքան վիրավորական պետք է լինի կոմենտը, ըստ դրա գնացուցակը փոխվում է, այսինքն մարդիկ դրանով գումար են աշխատում, հետեւաբար պարտադիր չի որ դա fake լինի, բայց ուզում եմ ասել, դրանք էլ արդեն վճարովի իր բովանդակությամբ են fake։ Կան բոտերի այսպես ասած համակարգ, որը ինքնաշխատ կերպով մեկնաբանություններ, հավանումներ է գեներացնում եւ դա ստեղծում է թվացial ֆոն տվյալ կուսակցության կամ շարժման թվացial մեծ վարկանիշի կամ իր այդ նյութի տեղադրված նյութի վերաբերալ դրական արձագանքի հասարակության լայն շրջանակի կողմից 344, 345, 346 Համարակալված այս կոմենտների սկրիների ակտիվ տարածումից հետո են դրանք միայն խմբագրվել։ Այդ խմբագրվածներն էլ պահպանվում են մեկնաբանությունների պատմության բաժնում։ Ըստ բանախոսների, սա վառ օրինակներից է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի եւ կառավարվում է նաեւ երրորդ երկրի կողմից։ Կան մատրոշկաների զանգվածը, կա նույն ժամանակին Պրիգոժինի այդ գործարանը, ֆեյքերի գործարանը, այսինքն դա սկսել է, իրենք ծնվել են Ռուսաստանում եւ իրենք տարածվում են Ռուսաստանից դուրս, իրենց բույններն են դնում եւ այն այսպես կոչված մշակութային եւ կրթական կենտրոնները, որոնք աշխատում են թե Հայաստանում, թե որոշ այլ ԱՊՀ հիմնականում պետություններում, բուծելով այդ նոր ֆեյքեր։ Եվ այստեղ իհարկե ռուսական նաև այդ փորձի փոխանցման շատ կարևոր ազդակ կա։ Մարդիկ ալգորիթմների միջոցով որոշ բառերի կամ որոշ անձանց մասով գեներացնում են կոմենտներ, արհեստական կոմենտներ, որոնք արդեն մարդիկ դա տարածում են համացանցում։ Այսինքն մարդկային նույնիսկ գործոնը այստեղ այդքան էլ կարևոր չի, այդտեղ հերիք դու ունենաս այդ AI այսպես ասած օգտագործելու ձևը։ Կոմենտները համարակալված էին, հետո այո, խմբագրվել է, բայց ուզում եմ ասել համարակալված կոմենտներ են, որոնք գալիս են, հայտնվում են մարդկանց, քաղաքական գործիչների տեսանյութերի կամ գրառումների ներքո։ Պատգամավորը նկատում է, կեղծ էջերը հասարակության թվացial աջակցության այս փորձերը ակտիվանում են հենց ընտրության նախաշեմին։ Փորձ է արվում ցույց տալ, որ իշխող կուսակցությունը չունի ժողովրդի աջակցությունը, ինչն էլ իրականում հերկվում է այդ երևույթներին հասարակության արձագանքներով։ Կային նաև որոշ սոցիալական, այսպես ասած, հարցումներ իրականացնող կազմակերպություններ, որոնք ընտրությունների նախաշեմին միշտ հայտնվում են եւ միշտ ինչ-որ արդյունքներ են հրապարակում, որով ցույց են տալիս, որ որևէ ուժ ինչ-որ մեծ աջակցություն ունի եւ ընտրությունների արդյունքները հետո իջիկ են անում բոլոր այդ արդյունքները, որովհետեւ եթե որևէ մեկը փորձում է օրինակ պաշտպանել քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամի կամ կառավարության անդամի պարտադիր չի կուսակցական, անմիջապես հարձակում են գործում այդ մարդու ուղղությամբ։ Կեղծ ոչ հավաստի տեղեկություններն ու մեկնաբանություն գրող կեղծ էջերը դեռ ակտիվանալու են, բայց ըստ Սովինար Վարդանյանի հասարակությունը տեսնում է իշխող ուժի ձեռքբերումները, խաղաղության գործընթացին էլ աջակցությունը մեծ է։ Դրանք կնպաստեն, որ այդ երևույթները քաղաքական դաշտում ազդեցությունը չփոխեն։ Պետությունն էլ պարտավոր է ապահովել ժողովրդին տեղեկատվական հարձակումներից ու այլ գործիքներից։ Մերի Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։